Ներողություն, Տեր հայր, ես մի հարց ունեմ։ Գիտեք, այսօր ոչ ոք մոմ չվառեց, ինչ եք դրա մասին մտածում, մարդիկ եկել են պատարագի, մոմերի են վառելու վայրը, ուղղակի դատարկ է, ոչ ոք չի վառել, ես դա ինձ զարմացրեց, իսկ ձեզ։ Սիրելիներ, դուք գիտեք ինչի համար են մոմ վառել եւ հիմա ինչու են մոմ վառում։ Խնդրեմ ասեք, ես պատրաստ եմ լսել դա։ Մոմավառության խորհուրդը գիտեք եկեղեցում ինչի համար է։ Ես պետք է ձեզ Ժամանակին, երբ որ եկեղեցիներում լույս չկար, հա, մոմ էին բերում ժողովուրդը վառում, որպեսզի կարողանան արարողություններ անել, պատարագ անել։ այսինքն ուրիշ իմաստ չկա մոմ վառելու մեջ։ Մոմ վառելու համար, մենք եկեղեցի գնում ենք աղոթելու համար։ Պարզապես երբ որ աղոթքի ենք կանգնում, նաև մոմ ենք վառում, այդ կրակը մեզ տրամադրում է կանգնելու աղոթելու։ Հասկանալի է, ես հիմա շատ դժվարանում եմ պատկերացնել, թե այլևս երբեք ինչպես եմ մոմ վառելու, ձեր այս բացատրությունը լսելուց հետո ինձ համար դժվար է լինելու մոմ վառել։ Այսօր եկեղեցու մոմավառությունը արվում է նրա համար, որպեսզի մենք մեր լուման նվիրենք եկեղեցուն, եկեղեցուց մոմ գնելու, որպեսզի Այսինքն իմաստ չունի, Աստծո համար միևնույնն է մոմ վառելը, հասկացա, ես դա հասկացա։ Այո, Աստծո համար։ Պատարագը ինչպիսին էր, զեղչված էր, ես ներս չեմ կարողացել մտնել, հիմա ուզում եմ, պատարագը ամբողջական էր։ Ամբողջական էր պատարագը, թե խմբագրված էր։ Տեսեք, ինչ է նշանակում ամբողջական։ Այսինքն այն Պատարագը այն երկու խոսքերն են, որտեղ մենք Տիրոջ մարմինը եւ արյունը ուրեմն բաշխում ենք ժողովրդին, եթե կուզեք իմանալ։ Պատարագը դարերի ընթացքում տարբեր երկել ավելացվել է։ Հիմա պակասացվում է, դա նորմալ է, Այդ ամբողջական բառը ասելը դա հարաբերական է։ Պատարագում հայրապետի անունը զեղչվեց թե ոչ։ Այո, զեղչվել է։ Քանի որ չունենք հայրապետ, զեղչվել է։ Հայրապետ չունենք։ Ձեզով է օծել, եթե դուք օծված եք։ Հայկազուն սրբազանը։ Հայկազուն սրբազանն է ձեզ։ Այո։ Շատ հետաքրքիր է ստացվում։ Ասեք ձեր անունը, որպեսզի ես Տեր Տարոնն եմ։ Տեր Տարոն, դուք օրինակ ես փոքր չեմ եւ միշտ գնացել եմ եկեղեցի մոմ եմ վառել, այս խոսակցությունից հետո ինձ համար դժվար է լինելու մոմ վառելը։ Դուք մտածում եք, որ այս փորձեցիք, ուրեմն մոմավառությունը, եթե նախկինում մոմ բերում ենք եկեղեցին օգնելով, որպեսզի լույս լինի, այսօր այդ մոմը եկեղեցուց գնում ենք, որպեսզի այդ գումարը վճարենք, որ այդ գումարով եկեղեցին պահվի, վճարեն դրանով պահակին, լույսը լինի, մաքրությունը լինի եւ մնացած պատշաճ ծախսերը, որ կատարում է եկեղեցին համար։ Լավ կլինի, որ այդ ամբողջ նվիրումը ծառայի եկեղեցուն։ Ամեն մի եկեղեցում, որտեղ որը դա մենք անում ենք, որտեղ որ մենք Գիտեք, դուք երևի ավելի սուր աչք ունեք այդ հոգևոր հարցերում, քան ես, որովհետև ես չեմ համարձակվի ասել։ Դուք այստեղ հավատացյալ մարդկանց տեսնում եք, նկատում եք հավատ։ Շատ։ Շատ, այո։ Այո, իհարկե։ Ես նկարել եմ երևի շատերի դեմքերը, եւ նրանք աղոթում էին, հա, երևի, նրանք հաճախակվում էին, նրանք մոմ վառել պետք չի, իսկ մնացածը, նրանք շատ ագրեսիվ էին, նրանք նեղացնում էին լրագրողներին։ Ես այսօր այստեղ սադրիչների էլ տեսա, որոնք եկել են եւ աղմկում էին, որոնք որ կարծում են թե եկեղեցի գալով եւ ինչ որ բարձրաձայն աղակելով, ինչ որ բառեր ասելով, պիտի ինչ որ բան փոխվի։ Մենք եկել ենք Տիրոջ տունը աղոթքի կանգնելու, պատարագին մասնակցելու, պատարագ նշանակում է զոհաբերություն։ Աստված մեզ համար դուք ուզում եք որ եկեղեցին մաքրվի, ճիշտ է։ Դուք ուզում եք որ եկեղեցին մաքրվի։ Այդ չենք անում, աղմկում ենք։ Դուք ուզում եք որ եկեղեցին մաքրվի, Տեր Տարոն։ Միանշանակ։ Մաքրվում է եկեղեցին այն մարդկանց միջոցով, կամ մաքուր են այն մարդիկ, աստվածներ են, սրբեր են, ովքեր միացել են եկեղեցուն մաքրելու հայտարարություններին։ Այդ մարդիկ ունեն Աստծուց, այսպես ասած, իրավունք խոսելու մաքրության մասին։ Մաքրության մասին խոսելու իրավունք ունեն բոլորը։ Մաքրելու գործընթաց կատարելու եւ դրան մասնակցելու իրավունք ունեն բոլորը եւ ողջունելի է։ Ողջունելի է, որ նույնիսկ այն ամենաանմաքուր մարդն էլ քայլ անի մաքրություն ստեղծելու համար եւ իր անձից ներս, եւ իր անձից դուրս, եւ մեր եկեղեցու պատերից ներս։ Այսինքն ուզեք կասեք մաքուր է, հասկացա։ Տեր Տարոն, Աստված հետևում է մեզ։ Աստված կա։ Ինչ եմ ճակում Աստված կա։ Որ Աստված չլինի, ես այստեղ ինչ գործ ունեմ։ Դե ուզում եմ հիմնավորել։ Ես եկել էի Աստծուն մարմինը եւ արյունը, մարմնին եւ արյանը հաղորդվելու եւ ընդունեցի Տիրոջ մարմինը եւ արյունը։ Ինչու չի զգացվում Աստծո ներկայությունը։ Պառակտում է եւ ագրեսիվություն, ընդհանուր ժողովուրդը զգալը դա կարելի ասել անհատական զգացողություն է։ Մենք ամեն անհատ կարող է Աստծուն զգալ կամ չզգալ։ Եւ Աստծուն չզգալու պատճառները հիմնականում մեր մեղքերն են։ Ինչքան որ մեր մեղքերը ամեն մի մեղքը կարծես մի բան էլ հասկացա։ Ամեն մի մեղքը կարծես թե աղյուս է։ Եվ այդ մեղքերը քանի շարված են մեր եւ Աստծո միջև,
այդ պատը բարձրանում է եւ ծածկում է, ասում մենք չենք տեսնում։ Ինչքան մենք մաքրում ենք այդ մեղքի։ Ես այսպես հասկացա, որ մենք ամեն վարքյան մենք կարող ենք անել ինչ ասես, եւ ամեն վարքյան ասել, որ մենք արդեն մաքրվում ենք։ Եվ արդեն դա ձեր ճաշակի հարցն է, ում եք համարում, որ նա կարող է մեղանչել եւ մաքրվել, ում եք համարում։ Դե նայեք, օրինակ կաթողիկոսը զավակ ունի թե չէ, դա այսպես ասած, այս մարդիկ փաստորեն համարում են այսպիսի մի մեղք, որը հնարավոր չէ, այդ մարդն էլ գուցե մեղա է եկել եւ իր արածը վատ բան չէ, զավակ է ունեցել, դա չեք ուզում ներեք, բայց այն մյուս մարդու ունեցած երեխայի հանգամանքը, այն մյուս սրբազանի երեխայի հանգամանքը դուք ուզում եք ներեք։ Ես այդ հարցերից չեմ անդրադարձել, իսկ երբեք անդրադառնալու այդ հարցը, բայց ես չէ՞ որ դա պարզ եւ հստակ հարց է, բոլորը տեսան։ Հստակ մի նախադասությամբ պատասխանեմ ձեր հարցին։ Կաթողիկոսի գործառույթը, պաշտոնը, ընթացքը այնպիսի պատասխանատվություն է, որ ողջ հայ ժողովրդի համար է եւ այդ պաշտոնում պարտավոր է լինել մի մարդ, Կաթողիկոսին կարելի է, բայց տեղապահին պարտավոր է լինել այնպիսի մի մարդ, ով որ գոնե հոգեվոր է։ Այսինքն դուք որոշում եք, որ կաթողիկոսը ձեր հայրապետը Ես կարծում եմ, որ հոգևոր չէ։ Իհարկե, որ կարծես հոգեվոր Երբանից եք այդպես մտածում, տեր տալու։ Ամենակիչը 2 տարի արդեն ես վստահ եմ։ 2 տարվա ընթացքում քանի անգամ եք դուք կեղծ համբույր տվել կաթողիկոսի աչին։ Դրանից առաջ էլ Ինչպես է ձեր մեղքը չեմ տվել ամփյուր։ Ձեր անունը կներեք։ Բայց տարիներ շարունակ ես ուսումնասիրել եմ իմ ողջ ես 2004 թվականից հոգևոր ընթացքի մեջ եմ։ Ձեզ էլ է։ Եվ ուսումնասիրում եմ առ այսօր եւ վերջին 2 տարվա մեջ Կարգալույց քահանա եք։ Ձեզ էլ է կարգալույց։ Կարգալույց կարող է Աստված անել կամ Աստված ձեզ Մայրաթորը արել է ձեզ կարգալույց։ Մայրաթորը չգիտեմ թղթով հրապարակումով կարգալույց չեմ։ Հիմա Դուք կարգալույց եք եղել։ Իհարկե մենք իրա կողքին ենք։ Ինքը ով է ով եք ճանաչում։ Որ պայքարում է մեր կաթողիկոսի դեմ, Շատ էլ դե գնացեք, դե իմացանք ձեզ։ Ներողություն, ես չգիտեի։ Դուք հոգեվորական եք Ես ինքը ներկայացել է Տեր Տարոն, կարելի է ստել, չէ՞ որ այդ Տերը այդ մայրաթորն է ձեզ տվել։ Ներողություն, ես չեմ կարող բոլորից։ Տերը ինձ Աստված է տվել։ Ոչ, մայրաթորը Դուք ինչպես է Տերը ձեզ Աստված տվել։ Դուք առաքյալ Տերը եք։ ինձ Աստված է տվել։ Ինչպես է Տերը ձեզ Տերը Աստված ինձ տվել։ Աստված է տվել։ Տեսնում Հայ եք, որ առաքելական եկեղեցու եւ Եթե Սրբազանի Բարձր դերս առաքյալ է լինել։ ասում եմ, կարգալույցը Տիկին ջան ինքը։ ով Ովորացել է։ Ովորացել է։ Հայրենիքը դավաճանել այդ մարդը։ Գնացեք այստեղից։ Չեմ գնում։ Տեր Տարոն։ Կանգնել եմ իրա Դուք իրավունք չունեք հանդես գալ։ արդեն խոսել ենք։ Չէ, մենք չենք խոսել դրա մասին։ Շնորհակալություն իմ գործընկերոջը եւ եկավ եւ հուշեց, որ դուք կարգալույց Հիմա ես քահանա եք։ Դուք իրավունք չունեք ես երկու հարց տվեք եւ ես պիտի գնամ։ Շատ լավ։ Նորմալ է որ կարգալույց քահանա պետք է պատարակ մատուցի։ Ես չեմ ընդունում իմ Իհարկե, ինչ է իրանք ով են որ դուք հարցազրույց։ Մենք էլ ենք Աստծո զավակներ։ Բոլորովին չի ելել։ Տիկին ջան, դուք խանգարում եք մեր աշխատանքին։ Չեմ Դուք խանգարում։ խանգարում եք։ Պաշտպանում եմ մեր Ով է ինքը։ Ջան, անունը ինչ է։ Տեր Տարոն։ Անունը ինչ է։ Մարդը պիտի լքի մեր Գիտեք, դուք գիտեք որ ես ասել եմ ոչ հոգեվոր մարդիկ պիտի դուք տեղեկ եք որ այ եպիսկոպոսները որոնք Փաշինյանները Խանգարողներ կան մեզ աշխարհ։ չեն խանգարում։ խանգարում որ խնդրում եմ խոչընդոտ։ Ձեր աշխարհի կանոնը ասեք։ Այդ անունից դուք զրկված եք։ Ձեր աշխարհի կանոնը ասեք, խոսենք, հասկանում եք, կարող ենք խոսել։ Ես էլ օրինակ իմ աշխարհի կանոնը ունեմ։ Ես նենգություն եմ տեսնում։ Այո։ Լավ։ Մի Ես ձեզ նման ձև չեմ խոսում դες հետ։ Ախր դուք զրկված եք Տեր Տարոն բանից։ Այն կառույցը, որը ձեզ Տեր Տարոնը Աստված գուցե զրկել է ո՞ր իմանա, դա ապացուցելի է։ Դուք տեղեկ եք որ ես Աստված գուցե զրկել է։ Հայրաքելական եկեղեցի կաթողիկոս նա որոշում կայացնի, ես տեղեկ եք որ եպիսկոպոսներ կան թեմի առաջնորդներ, որոնք եւս մամուլով համենայնպես հրապարակումներ կամ որ սրբապետության մեջ են մեղադրվել։ Իրանց օրինակ քահանաների կնոջ հետ են կենակցել, սկանդալի մեջ են եղել։ Սկանդալով շոր, Բենտլի։ Սեղմել են Նիկոլ Փաշինյանի ձեռքը, հանդիպել են նրա հետ։ Օրինակ։ Հիմա ձեր հարցը ինչու՞մն է։ Դուք դա նորմալ եք համարում։ Նորմալ եք համարում։ Դա Փաշինյանը Կճոյանի մասին հոդված է գրել, որտեղ նա մեղադրում է նրա որ ատրճանակեն հայտնվել նրա մտերմուղու տանը։
շատ բան կարող եմ ասել, բայց դա չի շատ։ Միայն կաթողիկոսի մասով եք հավատում, հա։ Միզախանյանին ինչու է վտարել, դրա հայոց թեմից Վարդգես Միզախանյանին ինչու է վտարել, գիտեք։ Գիտեք որ այդպիսի սկանդալի մասին է խոսում, որ նաև ինչ որ քահանայի կնոջ հետ ինչ որ sense ռոմանտիկ կապի մեջ է եղել։ Մի հարցամ ձեզ։ Դեռ ես եմ երկու օր առաջ ինչու նման հարցեր չէիք տալիս։ Ես միշտ տվել եմ այդ հարցերը, Երկու օր առաջ ինչու չէիք արձակում Վազգեն Սրբազանի հանդիպումը։ 2 օր առաջ Վազգեն Սրբազանը Նիկոլ Սրբազանի հետ հանդիպած չէր գնացել։ Արդեն Հիմա եթե Վազգեն Ես պետք է ձեզ նորից հարցնեմ, դուք Աստծուն հավատում եք Տեր Տարոն։ Դուք Աստծուն հավատում եք։ գործել։ Տեր Տարոն։ Այս չէ հարցակում, իսկ պետք է բեհապարի դեմ հարցակում գործել, եթե բանը բեհապարը օրինակ իշխանական հայացքներ չունի։ Տեսեք, Իգնայ խնդրում եմ մի խոչընդոտեք։ Տեր Տարոն, դուք Աստծուն հավատում եք։ Ախր ինչպես կարող եք այդքան վստահ լինել Աստծո գործողությունների մեջ։ Ես Աստծուն զգում եմ իմ մեջ։ Ես Դուք ասում եք անապացուցելի բաներ, հասկանում եք։ Աստված ձեզ ինձ օծել համար է։ եմ ապացուցում։ Աստված ձեզ օծել է։ Բեհապարին կհորդում։ Աստված ձեզ կարգալույց չի արել։ Ինչպես կարող եք այդքան Աստծուն հիշատակել եւ վստահ չլինել։ Աստված դա ձեզ պետք է ների, թե պետք է հրախուսի։ Մեր կյանքում ամեն գործողություն Ինչպես կարելի է Աստծուն այդքան տրամաբանված։ Եթե ես կարգալույց լինելու քայլ չեմ արել, ով կարող ինձ կարգալույց անել։ Դուք կանոնները գիտեք եկեղեցու։ Կանոնները խախտել եք։ Դուք խախտել եք կանոնները։ Կարգապահական հանձնաժողովը կարգապահական է ենթարկվում։ Կարգապահական հանձնաժողովը իրավական մարմին չէ։ Իսկ ով է ձեզ օծել։ Օծելու համար իրավական մարմինը իրավունք կներեք, ասեք ձեզով է օծել։ ինձ օծել է Հայկազում Սրբազանը։ Հայկազում Սրբազանը օծել է ում անունից։ Բեհապար հայրապետ։ Իհարկե վեապար այրապետի։ Հայրաքելական եկեղեցու Հայկազում Սրբազանը օծել է, Հայկազում Սրբազանն էլ ձեզ կարգալույց է արել։ իրենց հանձնաժողովը։ Անունից չի լինում, դուք հարցերն էլ չգիտեք։ Իհարկե ինչ լավա գտակ։ Մենք այդ հարցերը չգիտենք։ Դուք կարգալույց եք Տեր Տարոն եւ դուք ինձ սպեցիք։ Այնքան հեռու ենք հոգեվոր կյանքից, որ նույնիսկ հարցեր ճիշտ հարցեր Ես իրականում այլևս չեմ ուզում Տեր Տարոնի հետ խոսել, որովհետեւ ես առաջի անգամ եմ տեսնում մարդ, որը այնքան շատ վստահ է, որ կարելի է Աստծո անունը անընդհատ կրկնել։ Այնքան կարելի է Աստծո անունը տալ, ասել, որ ինձ օծել է Աստված, ասել, որ ինձ կարգալույց չի արել Աստված, եւ այդքան վստահ լինել, այն կառույցը, որը նրան քահանա է կարգել, այդ նույն կառույցը նրան այլևս քահանա չի ճանաչում։ Բայց Տեր Տարոնը ես մոտեցա, նա ներկայացավ որպես քահանա։ Արդյոք սա չի նշանակում մարդուն ստել։ Արդյոք դա չի նշանակում, ես չգիտեմ, ես կուզեմ այլ Ես տեսնում եմ այս քահանաների կայուն այսպես լռություն պահելու կարողությունը, երևի դա ճեմարանում են սովորում։ Ես այսպես ժպիտը դեմքին մինչև վերջ խոսել իրենց ստացած կրթության, իրենց իմացած գիտելիքի եւ հավատքի դեմ տեքստերով։ Դուք կարող եք հավատալ Աստծուն եւ կաթողիկոսին չսիրելով լինել Աստվածավախ, կյանքի խոսք կամ Եհովայի վկա, բայց դուք կոնկրետ կրոնական կազմակերպություն եք ներկայացնում, որը ունի իր հովապետը։ Դուք ինչպես եք պատկերացնում, այսինքն կարող է հիմա մի նախարար ասել ես չեմ ընդունում վարչապետին, բայց ես շարունակում եմ մնալ նախարար։ Դա հնարավոր է։ Մի օրինակ բերեմ ձեզ։ Ես հարցը չավարտեցի։ Դուք քրիստոնյա եք, հավատացյալ եք, բայց այլևս հայ առաքելական եկեղեցի։ Եթե վաղը եկեղեցի պարզվի, որ օրինակ Հայաստանի վարչապետը ապօրինի է դարձել վարչապետ կամ օրինակ ասենք ունի երկրորդ քաղաքացիություն, որի մասին հայտնի չէր եւ վաղը բացահայտվեց, այդ պահից հետո այդ նախարարը կարող է ասել ես չեմ ընդունում որ վարչապետը որ այսօր ունենք վարչապետ եւ լեգիտիմ չէ վարչապետ։ Չի կարող ասել, մինչև չլինեն ընտրություններ եւ նորից տեղի չունենա պետական գործընթաց։ Որ Նույն բան, դուք մի րոպե, դուք պետական կառուցվածքի մասին ասում եք, որովհետեւ քանի դեռ այդ մարդը վարչապետ է եւ նրան հրաժարական չի տվել, ներողություն, չի բացահայտվել, դա դուք եք որոշել, որ բացահայտվել է։ Այսօր կարող է մի նախարար ասել, ես բացահայտել եմ։ Ինչու, բայց ձեր համարը դա քիչ է կրոնական կառույցի, նայեք, Տեր Տարոն, կրոնական կառույցի ներկայացուցիչ եք։ Մինչև այս ես չեմ որը ձեզ չի համարում իր անդամը։ Ապացուցված չէ ինձ համար, երբ որ ապացուցվեց, դե ընթե անալիզ
ուզեք արել, հա, դուք։ Դուք բժիշկ եք գիտնական, ինչ Շորանանք շատ։ գիտեք ինչ։ Ես էլ իմ ձևերով եմ Ստելը իմացել։ միջև Ես էլ էլ եք իմ իմացել։ ձևերով եմ իմացել։ Միջև Այո, բոլորն նայեք, դուք ասում եք, որ դուք ձեր բայց իմ ձևով համար իմացել եք, աստվածված բայց չէ։ ես ոչ ոք չի ձերբակալում։ Մի մարդ ասեց մեր ձևով ենք պայքարելու, նրան ձերբակալեցին։ Հիմա որ դուք ձեր ձևով եք իմացել, ուզում անդրադառնալ։ դա արդյոք ձեր ձևով իմանալը սպառնալիք չէ հայ առաքելական եկեղեցու համար։ Դուք ձեր ձևով ինչ եք իմացել։ Նոր ասացի։ Հիմա եթե նախարարներից մեկը որոշի իր ձևով իմանա, որ վարչապետը դավաճան է, կարող է հայտարարել, որ ինքը չունի այդ վարչապետը եւ ինքը շարունակում է նախարար աշխատել։ Չէ՞ որ կրոնական կազմակերպությունը ունի իր կարգը։ Դուք կարող եք Եհովայի վկաների համար պատարակ մատուցել, բայց այդ եկեղեցում արդեն այդ կարգը ձեզ չի ընդունում։ Հասկանում եք, թե չեք հասկանում։ հասկանալի է։ Հասկանում եք, որ դուք արդեն այդ կազմակերպության ներկայացուցիչը չեք։ Ինչ կազմակերպություն։ Կրոնական կազմակերպության, որը կոչվում է հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչը չեք։ Եկեղեցին անվանում կրոնական։ Ես մտածում եմ, որ դա կրոնական կառույց է, կրոնական կառույց է։ Ինձ համար եկեղեցին կազմակերպություն չէ։ Բա ինչ է։ Ոչ Դուք ինչպես եք ՍՊ-ը դարձել քահանա, ինչպես եք դարձել քահանա։ Եկեղեցին Կարգ ու կանոնով, չէ՞ ինչ որ։ Քրիստոսի տունն է, ընտանիքն է։ Քրիստոսի ընտանիքն է։ Ես այդ ընտանիքի զավակ եմ։ Տեր Տարոն, դուք Աստծուն հավատում Իմ եք։ համար Աստծո տունը կա, Աստծո խոսքը կա եւ Աստծո խոսքին համապատասխան մարդիկ։ Լավ։ Եվ այդ Աստծո խոսքին համապատասխան մարդկանց հետ Դուք ձեր ասածին հավատում դրանց եք։ մեջ եմ։ Դուք ձեր Եվ ասածին փորձում եմ, հավատում որ եք։ այն մարդիկ, ովքեր որ համապատասխան չեն Հասկանում այդ եք, Աստծո գոյություն ունի խոսքին, այդ կանոնադրություն։ մարդկանցից եկեղեցին Ինչ որ կարգ, օծման կարգ կա։ Այդ մարդկանց ես չեմ հնազանդվում, եւ վերջ։ Շատ Այն լավ։ մարդիկ, ովքեր Աստծուց հեռու են, Հա։ ես այդ մարդկանց չեմ հնազանդվում, եւ վերջ։ Այսքան բան։ Հայրապետ, ձեր հորը, այսինքն հոգևոր, դուք չեք Որ ինձ հնազանդվում։ հայր լիներ, ես կհնազանդվեի, բայց ինձ հայր չի եղել երբեք։ Երբեք չի եղել։ Ցավոք սրտի։ Ուզեի որ լիներ։ Շնորհակալություն։